Ամեն այն ինչ դժոխքի բաժին էր դառնալու, եթե արթնացման լույսը չվերածնվեր։ Նախ ինքնաբացահայտման խնդիր կար, տեսակի ինքնահաստատման կռիվ, հետո հոգևոր արժեքների վերագտման անվարան մղում, ապրելու աստվածատուր շնորհը հպարտորեն վայելելու կեցվածք, հետո էր հնչելու պիղծ, արյունածարավ քոչվորի մարտահրավերը, ու նա իր զենքին ու պատվին ապավեն ընդառաջ պիտի գնար պատուհասին։ Խոյեցի պապերի պատգամ հրովարտակը վերջապես հասել էր նրան, խոլխոլացրել մատաղարյունը ու նա լքելով խորհրդային բանակի շարքերը, բաժանման կարճ գգվանքով հորդորեց Մանուշմորը։ Բերդաձորում անհավատի դեմ տվեց առաջին կռիվը ու ձերբակալվեց։ Ու հիմա Շուշիի բանտում անհամար տանջանքներին հակառակ զուսպ, հավասարակշռված, պիտի խորհեր ու հիանար մեծ հայդուկի Սեբաստացի Մուրադի փառքով։ Սասունի, Նախիջևանի ու Ղափանի կռիվները Դավիդայու պարտքն էր ու դափնին, առավել մեծ առաքելությունն էր, երբ նա քրդերից ու թուրք ասկյարներից անապատում մոլորված ամեն մի որբ մանկան դիմաց մի ոսկի էր տալիս ու որպես անգին մասունք ուղարկում էր Հայաստան։ Իր արթուն երազների մեջ հասկացավ ու հավատաց, որ այդ փրկված բեկորներից մեկը ինքն է, բուժականցի Մուրադը։ Բուժականի, Դավագլորի, Մազանի ձորի կոշտաքարերը մանկուց նրան թափ ու թև էին տվել։ Թեղինքի վանքի մայրական աղերսները զուր չանցան, ու երկշաբաթյա անվերջանալի մղձավանջից հետո Մուրադը հորաքրոջ տղա Մարտնկեր Պավլիկի հետ Շուշիի բանտից հրաշքով դուրս պրծավ։ Դուրս ելավ ու միացավ նրանց, ովքեր հայկական հարցի դարավոր պատասխանը հոգով ու զենքով էին լուծում։ Մուրադ Զաքարյան, Շուշիի առանձնակի գումարտակի հարվածային առաջին վաշտի փոխհրամանատար։ Անաղարտ շպիտը դեմքին, մեծահոգի, հանդեպ մերձավորն ու ընկերը, համեստ, երիտասարդ ու քաջ, որին ոչ թե արյան ու կռվի մոլուցքն էր մարտադաշտ տարել, այլ հին, անկատար մի երթում, վրեժի չսպիացող մի վերք, որ արդեն քանի դար մրմուրի պես ծանրացել էր իր տեսակի մտքին ու խղճին ու հաղթական կռվի էր մղում։ Շուշիի ազատագրումից հետո Մուրադը այցելեց այն խուցը, ուր խոժոռադեմ ռուս շանդարն ու անասնադեմ թուրք քննիչը անտաղան ներկայացում էին սարքել, բարոյախրատներ էին կարդում, փորձելով խորամանկելով նրանից ստորագրություն գործել։ Պատի անկյունում այն օրերին գրածի մի մասը պահպանվել էր. «Դուրս եկա քո»։ Երդման ծառան ու զինվորը դուրս էր եկել։ Դուրս էր եկել դժոխքից, անդամագրվել հայ հեղափոխական դաշնակցության շարքերը ու միացել Վիտոյին, Արմիկին, Պետոյին, Հրաչին, Նորիկին, Արարատին, Պավլիկին։ 91-ից իր արդար վրեժն էր լուծում Շահումյանում, Մարդակերտում, Քելբաջարում, Հադրութում, Ֆիզուլիում։ Նրա մարտական ուղին մի պահ միայն ընդհատվեց։ 93-ի փետրվարին Մարտակերտի հատվածում հերթական գրոհն էր սպասվում Բաշ Գյունեփլու, Մանիքլու ուղղությամբ։ Մուրադի վաշտին հանձնարարված էր շրջանցել առաջավոր գիծը և ճողոպրող թուրքին զինաթափել։ Դարանից նետված նռնակը վիրավորեց նրան։ Վերադարձավ տուն ապաքինելու ծնողների, Սայաթ եղբոր ու քրոջ կարոտը։ Երկար չափչփում էր հայրենի գյուղի ծանոթ ու հարազատ վայրերը ու Դևաքարի քարքարոտ լանջին տրվեց խոհերին։ Աշխարհի հզոր տերությունները իրենց տիրական, պետական բարձրից արդեն քանի դար մեզ փրկության ուղի են խոստացել։ Մեզ հրամցրած բալասանի մեջ իրենց թունավոր շահը շաղախելով, էլ բավական է։ Դարերի ապրածը դարերին պահ, թշնամին նենգ է, անողորմ,
բարեկամի գութը կարճատև է, խոստում է կեղծ, այլ դրանք չկա։ Ու որպեսի ապրելը շարունակվի առաքինություն մնալ, պիտի չդադարենք զարկը, պիտի զարկենք կրակային համազարկով, երբ հալածում են, երբ փակում են մեր փառավոր ընթացքը, երբ մերժում ու հեգնում են հաշտ եղբայրաբար մեկնած մեր ձեռքը։ Ինչ ժողովուրդների բարեկամություն, երբ արյունդ են հեղում, այլևս չկա հանգիստ ու զորացրում, ու զենքն է մեր միակ դաշնակիցը։ Պիտի զարկենք այնքան, մինչև անպարտելույթյան խորհուրդը վերջնականորեն նվաճի մեզ ու հաղթի թշնամուն։ 94-ի Օմարի մարտերից հետո գումարտակը վերադարձավ Ֆիզուլի։ Անընդմեջ պարտություններից գազազած թուրքերը անցել էին հակահարձակման և գրեթե ամեն օր գումարտակի տղաները մարտի էին ելնում անզուսպ թուրքի դեմ։ Ծանր ու տևական կռիվները կենտրոնացել էին Յուխարի Սեյդ Ախմեդլի գյուղի մոտ։ Վերջապես երկօրյա անզիջում մարտերից հետո գումարտակը թուրքերին դուրս շպրտեց գյուղից և մարտի 23-ին Աշաղի Սեյդ Ախմեդլիի ուղղությամբ անցավ հակահարձակման։ Առավոտ ժամը 6-ն էր, մարտը սկսվեց։ Մուրադը առաջինը պիտի հարվածեր թշնամուն։ Ուժերն անհավասար էին, թուրքերը անընդհատ համալրվում էին։ Մուրադը իր տղերքով դժվար, բայց դանդաղ առաջ էր շարժվում, կրակի ուղղությունը իրեն բևեռելով, որ դիմհար հարձակվող ընկերների անվտանգությունն ապահովի։ Մարտը ձգվեց մինչև ուշ երեկո։ Մարմրող արևի հետ տղերքը մտան Աշաղի Սեյդ Ախմեդլի, սակայն ծանր, թանկագին կորուստներով։ Մարտում ընկան Արտակը, Պողոսը, Մուրադը։ Խոցվեց սիրտը քաջարի զինվորի ու հորդաց արյունը միախառնվելու իր վեհ նախնիներին։ Ընկավ բուժականցի Մուրադը, բուժակի նշտարը հաղթության վերջին զարկը վստահելով ընկերոջը գալիքի ֆիդայում։ Ըմպեց իր դառնության պնակը ու հեռացավ ժպտադեմ, քամահրանքը զրկանքին, թշնամուն մահվանը։ Լեռան լանջին նայել ընկավ վիրավոր, կուրծքը բադրած, սիրտներ խոցված, չար թշնամու գանդակից։ Ժերոտ լեռան լեր կադարից վարսլացիր սեգարցիվ, թևերդ բաց, լայն թևերդ, ու ֆիդայում հովարը։ Մահը քո փառքի հարությունն է, անունդ պսակված անմահությամբ, դու հատիկ ոսկի, որի անմար հետագծի մշտադալար լանջին ծլարձակելու է հաղթության հունդը։